բոլորը բոլորի դեմ ունեն կամպրամատ, էսա հետարքիր, և դրանից վախենալով, բոլորը ասում են, դա շարից հեռու, բայց սենց էլ ինչ է լինում, սենց էլ մենք տանուլ տալով, գունդ ու գլոր դեր անկման մեջ ենք, և այս իշխանությունն էլ ժողովրդի ատամները հաշվել է և անում այն ինչ-որ ուզում է։ Հիմա ինչպես պետք է փրկենք եկեղեցին Նիկոլի այդ խունտայից և ոչ միայն իրենից, եկեղեցին ինքը պետք է Ալիևից ու Էրդողանից, որտեղ մենք գիտենք մոտավորապես ինչ պատվեր է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցին ինքը իրեն պետք է փրկի։ Ինչ քայլ Իսկ Էրդողանից ու Ալիևից պետությունը պետք է փրկի, եթե ունենա ազգային իշխանություն, ազգային, պատասխանատու և հայոց ապագայով և նրա, չգիտեմ, բոլոր հնարավորություններով կոպված ազգային իշխանությունը, որը քիչ հավանական է, որ գա իշխանության, այս պայմաններում, երբ որ 80-90% բացակա Բադրջանի ուղեղով մարդիկ, հասկանում եք, գնալու են ընտրեն, մեկը 5000-ի դիմաց կընտրի, մեկը զուտ ընտրած լինելու համար, մեկը սրա խաթր, հասկանում եք, այսինքն բովանդակային առումով երկրի մասին մտածող մասան շատ քիչ է, անգամ այն մինիմալ տոկոսից էլ քիչ է ստացվում, դրա համար ենք մենք այսօրին։ Պարոն Պետրոսյան, այս հարցի լուծումը դուք ինչպես եք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը հստակ հարց է տալիս, նախ հարց է առաջ քաշում, ասում է կան հոգևորականներ, որ կուսակրոնության ուխտը խախտել են, ու հստակ հարց է տալիս, ասում է կաթողիկոսը պետք է պատասխանի, արդյոք ունի զավակ, թե ոչ։ Չկա եկեղեցուց պատասխան եւ այս կերպ փորձում է վարկանիշը նվազեցնել, ընդհանուր ինքը ասում է եկեղեցին այն հոգևորականները չեն, ովքեր չեն ենթարկվել։ Եկեղեցին սուրբ է, բայց իրանք ասում է մեր համար էլ է սրբություն եկեղեցին, ուղղակի ունի որոշ հոգևորականներ, որոնք այդ առումով ինքը ստում է, եթե եկեղեցին իր համար սրբություն լիներ, ինքը 10 անգամ կմտածեր, արժի արդյոք քար գցել եկեղեցու ուղղությամբ, որը ես սկզբից ասեցի, ամբողջ աշխարհը հետևում է, երկրի ղեկավարը եւ աշխարհում միակ հայ առաքելական եկեղեցի միակ նրա ուղղությամբ քար է գցում, հազար մի տեսակ վարկաբի, ինչի ձեր կարծիքով բանի Վատիկանում չկան այդպեսի վարքեր, ցանկացած տեղեր կան, բայց որ մեկն է թույլ տալիս այդ փչացնի դա, հետո Հայաստանի այս ներկա վիճակում կուսակրոնության երթումը խախտողն ավելի շատ վնաս տվել Հայաստանին, թե այս դավաճանական քաղաքականությունը, հասկանում եք, երբ որ մի ահռելի քանակությամբ ազգի մի մասը իր օրանը թողեց եկավ ու դրա մասին աղաղակող բարձրաձայնող չկա, հասկանում եք, ու ամեն աստծու օր այս մեր թշնամիները մեզ բան են անում, նվաստացնում են անընդհատ, չգիտեմ, չարախնդում են անընդհատ նոր պայմաններ են դնում, նրա կուսակրոնությունը ավելի մեծ վնաս է տվել, քան սա էլ կա, չէ։ Հիմա փորձում է ցույց տալ, որ մի փոքր փորձում է իր ընկած, գիտենք ինչքան ենք էլ վարկանիշը, կհաջողվի իր դեմքը փրկել, թե։ Ես կատեգորիկ դեմ եմ սա վերագրել միայն մարդու կարծիքին ու տեսակին, սա ինտերվենցիա է, դրսից թելադրված ինտերվենցիա է հայ ազգի, հայ տեսակի, հայոց այս տարածաշրջանում լինելիության, նրա ինքնության դեմ, որը այն աստիճանա ապաբարոյականացնում մեր հասարակությունը վախերով եւ այլն, որ դրանց համախմբել ինչ-որ մի բանի ուղղությամբ տանելը դառնում է շատ բարդ, այսինքն սա տարրական մեխանիզմը երկիրը մեջից քանդելու։ Եկեղեցին իր ձեռքի գործիք է ուզում դարձնել, կարճ ասած։ Դե եկեղեցին ունես չի, որ բանը շատ անկախ է։ Եկեղեցին էլ ունի
Այնտեղ էլ կա արտաքին թելադրանք եւ այլն։ Դե բնականաբար մենք գիտենք այդ մասին։ Եթե դա չլիներ, այն Կիրիլի մեդալ կախելու մի հատ արձագանք կլիներ կամ Բարդուղիմեոսի թեմայով, հա։ Հիմա ինչպես է լուծվելու։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի, ինքը ձեռնարկի քայլեր չթողնի, որ Նիկոլ Փաշինյանը, չէ, ամեն օր ստատուսով հիշեցնում է կաթողիկոսին, թե պատասխանեք։ Հիմա սա տանելու է նրան, որ մի օր կարող է եւ հրաժարական տեսնենք, չէ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Կախված թե մետրոպոլիայից ինչ հրահանգ կստանան։ Երկու կողմներ։ Թենդեր։ Այո։ Ամեն մեկը մի տեղի ներկայացուցիչ է հանդես գալիս Հայաստանում։ Հայաստանում ազգային իշխանություն չկա։ Չկա։ Որովհետև չի հետապնդվում ազգային շահը։ Չի հետապնդվում։ Սա է, շատ պարզ է սա։